ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Տիգրան Հովհաննեսովի հայրը Վրեժի շարժառիթով 2025 թվականի հոկտեմբերի 27-ին իր մերձավոր ազգական հանդիսացող անօգնական վիճակում գտնվող անչափահաս երեխային, ով օրինաբար կյանքի ծրկելու դիտավորությամբ ծափաթաղ բնակավայրին հարակից դաշնամիջան հատվածում ձեռքով կոկորդից սեղմելով եղանակով սպանել է նրան, ապա դաշնամիջան տարբեր հատվածներում թաքցնելուց հետո տեղափոխել է Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայր տանող խաչմերուկին հարակից դաշնամիջան հատված, որտեղ 2025 թվականի նոյեմբերի 2-ին որոնողաբր կառավարական աշխատանքների արդյունքում դիակը հայտնաբերվել է։ Կատարվել է դիակի արտաքին զննություն, որի ընթացքում Տիգրան Հովհաննեսովի մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ։ Համաձայն դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության 3-ամյա երեխայի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության պահարանոցի օրգանների բութ առարկաներով ծեղմման հետևանքով։ Երեխայի հոր նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ եւ 9-րդ կետերով։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին այն հաստատելու եւ ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Չամացանցը ցնցած թեման ծափաթաղում տեղի ունեցած ողբերգությունն է։ Սպանվել էր 3-ամյա Տիգրանը։ Վերջինս սպանվել էր սեփական հոր կողմից։ Այս ամենը այլ ավելի մեծ քննարկում ունեցավ համացանցում, քանի որ շատերը չէին կարողանում հասկանալ, թե ինչպես կարող էր հայրը սեփական երեխայի վրա ձեռքը բարձրացնել։ Այս թեման եւս երկար քննարկվեց համացանցում։ Մարդիկ գրում էին այն մասին, որ գյուղում խոսակցություններ կան, թե Տիգրանի հայրը կասկածել է, որ երեխան իրենն է, սակայն ավելի ուշ մայրը հերքել է այդ։ Նշենք նաև, որ համացանցի օգտատերերից շատերը նաև մեկնաբանություններում գրում են, որ իրենց ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն դեպքը տեղի է ունեցել հորաքրոջ անմիջական մասնակցությամբ, թե ինչ կապ ունի հորաքույրը ողբերգական դեպքի հետ եւ իրականում ինչքանով է ունեցել մասնակցություն այս սարսափելի դեպքին, դժվար է ասել։ Նշենք նաև, որ ավելի վաղ ներկայացրել էինք Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի քույրը եւ 3 եղբայրները դեռևս գտնվում են Հովի երեխաների աջակցության կենտրոնում, իսկ մոր հետ վերամիավորման մասին խոսելը դեռ վաղ է։ Այս մասին այսօր ԵՄ-ին ասել է Հով ղեկավար Միրա Անտոնյանը։ Վերադարձնելը շատ շուտ է, նույնիսկ գնահատական տալը շատ շուտ է։ Հավատացնում եմ ձեզ, ոչ թե հատուկ ինչ-որ բան եմ թաքցնում, այլ ժամանակ է պետք առօրյա պայմաններում երեխաներին ուսումնասիրելու համար։ Ակնհայտ է, որ երեխաների առօրյա գործառումը խաթարված է, նրանք անբնական վիճակում են, իսկ թե պատճառը որքանով է անտեսման հետևանք, որքանով յուրացված վարքանումուր ցույց կտա ուսումնասիրությունը։ Միրա Անտոնյանը նշել է, որ երեխաները տեսակցում են մորի եւ հեռախոսով կապի մեջ են։ Տեսակցում են այնքան, որքան մայրը այդ ցանկությունը հայտնում է, բայց հեռախոսով կապի մեջ են։ Ցույցում չենք ստացել մորը արգելել հանդիպել իր երեխաների հետ։ Դրա համար, ինչպես մյուս երեխաների դեպքում, երբ հարմար է, մայրը գալիս է, մենք ինքներս էլ գնացել ենք նրան այցելության։ Ավելին քաջալերում ենք, որ մեզ մոտ գտնվող բոլոր երեխաներն ունենան ծնողների հետ հանդիպումներ, ասել է նա։ Հարցին արդյոք մոր հետ հանդիպումները ջերմ են, նա նշել է. այդ խնդիրներով ընտանիքների դեպքում մեզ համար շատ սովորական վիճակ է, բայց նրանք, ովքեր սովորական հարաբերություններին են սովոր, կարող են համարել ոչ բնական, բայց երեխաները բնականաբար կարոտում են, խնդրում են հանդիպում։ Նրանք, ովքեր կտրված են ընտանիքից, բնականաբար ուզում են տեսնել ծնողին։ Արդեն նկատելի է, որ խնդիրները շատ են, բարձի թողի վիճակ է, բնականաբար կենցաղային հմտություններ, հիգիենա, առօրյայի կազմակերպում, գումարած հազար ու մի հարցեր, որոնք կապված են հոգեբանական, ներառյալ նաև հոգեբուժական խնդիրների հետ։ Դեռ պետք է հասկանալ այդ խնդիրները սահմանային վիճակ են, թե լուրջ խնդիր կա։ Դրա համար ոչինչ ասել չեմ կարող, ասել է նա, չմանրամասնելով, թե ինչ հոգեբուժական խնդիրների մասին է խոսքը։ Ըստ նրա, հոգեբանական խնդիրները երեխաների մոտ պայմանավորված են ոչ միայն ընտանիքի անբարենպաստ վիճակով եւ տեղի ունեցածով, այլ նաև այն փաստով, որ իրենք շատ են ուշադրության կենտրոնում։ Աննկարագրելի թվով այցել են լինում, դրանք ես չէ հաղթահարել է եւ երեխաների մոտ շոկը դեռ հաղթահարված չէ։ Իսկ թե երեխաներն ինչ են ուզում, արդյոք ցանկանում են վերադառնալ տուն, կենտրոնի տնօրենն ասել է, որ նախ մայրը պետք է ցանկանա, որքան տեղյակ եմ, հիմա նա ապրում է իր հայրական տանը, թե ինչ կորոշի մայրը կվերադառնա իր համայնքի երեխաների հետ, թե ոչ դժվար է ասել, իսկ երեխաների կողմից նման պահանջ չկա, ավելի շատ հուզական այն կայունության հետ գործ ունենք։ Դուք սպասում եք սովորական ռեակցիայի, բայց նման սթրեսներ տարած երեխաների ռեակցիաներն այլ են, ավելի սպասողական, կարող են պահիտակ ունենալ ագրեսիա աշխատողների, իրար նաև այլ երեխաների նկատմամբ, ասել է Անտոնյանը, նշելով, որ ժամանակի ընթացքում, երբ մի քիչ խնամք
ջերմություն եւ նորմալ պայմաններ ունենան, գուցե երեխաների ունակություններն էլ փոխվեն։ Սովորաբար այդպես է լինում, բայց դա ամենակիչը 6 ամիս է տևում։ Ազատության այդ զրույցում էլ Միրա Անդոնյանը նշել է, որ երեխաներից այն երեխան, ով գտնվել է սարսափելի դեպքի վայրում, այն երեխան, ով համր է, տեսել է, թե ինչպես է հայրը խեղդամահանում իր եղբորը, փորձում է այդ փորձը կրկնել աջակցության կենտրոնում գտնվող երեխաների վրա, սակայն իրենք ուշադրության կենտրոնում են պահում ամեն բան, որը որևէ մեկը չտուժի։ Սա եւս մեկ անգամ փաստում է այն, որ իրականում հայրն է սպանել երեխային, այն էլ մյուս երեխայի աչքի դիմաց։ Ծափադաղում 3-ամյա Տիգրանի ահասարսուր սպանության դեպքից հետո Փարանձեն Վաթյանի կյանքը գլխիվայր շուռ եկավ։ Որդու Տիգրանի հենց հուղարկավորության օրը Փարանձենը զրկվեց միանգամից 5 երեխաներից։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ խնամակալության եւ հոգաբարձության մարմինը հրատապ նիստով որոշեց նրա 4 երեխաներին ուղարկել Հայ օգնության ֆոնդի երեխաների պաշտպանության կենտրոն։ Ամուսնուն կալանավորեցին, երեխաներին տեղափոխեցին երեխաների աջակցման կենտրոն, ընտանիքում մնաց մենակ։ Ծնողներն են որոշել որոշակի ժամանակով իրենց մոտ տանել Փարանձեմին, մինչև դուրս կգա սթրեսից։ Փարանձեմի հոգեբանական վիճակը կայունանա, ասում է, գնալու եմ տուն, երեխաներիս հետ բերեմ ինձ մոտ։ Պատմում է Վարդենիս համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի ներկայացուցիչ Մարինե Մնացականյանը։ Ըստ նրա, Վարդենիս համայնքի սոցիալական աշխատողներն են հաճախակի այցելում Փարանձեմին, նրա հետ աշխատում է հոգեբանը։ Այսօր 3-րդ այցն եմ կատարել, արդեն փոփոխություն եմ տեսնում Փարանձեմի մոտ, այն առաջին օրվա պես ինքնին մեջ փակված չէ, խոսում է։ Փարանձեն Վաթյանը պատմեց, որ ինքն է անձամբ պահազանգել իրավապահներին որդու կորելու դեպքով, այդպես սկսվել են որոնողական աշխատանքները։ 7 օր շարունակ տևած որոնողական աշխատանքներից հետո նոյեմբերի 2-ի կեսօրին ոստիկանները երեխայի դին ճանաչելու համար իր հետևից տուն են եկել տարել դեպքի վայր։ Կոշիկներն իրենից հեռու էին ընկած, աչքերը բաց էր։ Ինքն ամբողջությամբ փողի ու փոշու մեջ կորած դեմքին վնասվածքներ։ Այնպես չէր, որ անճանաչելի էր, ճանաչեցի։ Տիգրանի հետ է եղել նաև նրանից մի քիչ մեծ եղբայրը, որը բացարձակ չի խոսում, բայց ժեստերով է ցույց տալիս կատարվածը։ Նա պատմեց, որ չեն հասկացել ինչ է պատմում երեխան, հոգեբանն են ներգրավել, որ հասկանա։ Մայրը չհերքեց Տիգրանի հետ եղած որդին, ձեռքը կոկորտին է տարել։ Փարանձեն Վաթյանի խոսքով այդ որդու դեմքի վրա են վնասվածքներ եղել։ Երեսը տեղ-տեղ վառված էր, դեմքին սիգարետի հանգցնելու հետքեր են եղել։ Փարանձեն Վաթյանը չի հավատում կատարվածին, առավել եւս, որ ամուսինը նման բան արած կլինի։ Տիգրանի դին ճանաչելուց հետո պատմում է, որ ամուսնուն այլևս այդպես էլ չի տեսել, որ հարցնի ինչ-որ բան։ Ահասարսուր դեպքի պատճառը ինքնին մեջ էր, Փարանձենը դեռ փորձում է գտնել, բայց որևէ պատճառ չի տեսնում։ Ամուսինս երբևէ բռնության չի ենթարկել, ոչ ինձ, ոչ երեխաներից, հոգատար հայր էր։ Ինձ անընդհատ հարց եմ տալիս, ինչու չեմ հավատում, թե ինչու պետք է նման բան աներ։ Ներքին գործերի նախարարը դեպքից հետո նախաքննական գաղտնիք էր հրապարակել սպանության դեպքով, թե կալանավորված տղամարդը հայտնել է սպանության դրդապատճառը։ Փոքրիկ Տիգրանի երեխան չէր, Փարանձենը չի հավատում նույնիսկ այդ խոստովանությանը, այդ երեխան մերներում էր մեջ նմանատիպ խոսակցություն երբեք չի եղել, նման կասկածներ ամուսնուս մեջ երբեք չեն եղել, այդ տեղեկությունը չգիտեմ որտեղից է դուրս եկել։ 5 երեխաներից հայրն էլ ամուսինս է, նշել է Փարանձենը։ Ծափաթաղի 3-ամյա բնակիչ Տիգրան Հովհաննեսովի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նշանակվել են համալիր փորձաքննություններ։ Այս մասին Պանորամայեմին ասել են քննչական կոմիտեից, պատասխանելով հարցին Տիգրանի սպանության մեջ մեղադրվող հայրը կալանավորվելուց հետո ենթարկվել է բժշկական փորձաքննության։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ժամը 18:00-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Հովհաննեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։ Երեխայի դին հայտնաբերել են նոյեմբերի 2-ին Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա դաշտամիջյան հատվածում։ Հենց նույն օրը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր նախնական տվյալներով երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն, դիակի մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ եւ 9-րդ կետերով։
այն է սպանությունը։ Նշենք, որ ավելի վաղ ներկայացրել էին ընտանիքի անդամներից մոր, հորաքրոջ, եղբոր եւ այլ հարազատների հարցազրույցները, ովքեր Տիգրանի որոնողական աշխատանքների ընթացքում ասում էին, որ տեղյակ չեն, թե ուր կարող է լինել փոքրիկը սովորություն ուներ բակում խաղալու եւ եղբոր հետ մոտակա տարածք են գնացել, որից հետո այլևս հետ չի վերադարձել Տիգրանը, փոխարենը հետ է եկել միայն եղբայրը, ով խոսել չի կարողանում։ Նշենք նաև, որ հորաքույրը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ երեխային երբ հարցեր են տալիս, նա ձեռքերով բռնում է իր կոկորդն ու սեղմում։ Այս կերպ հորաքույրը փորձել էր ցույց տալ, որ եղբայրը գիտի, թե ով է այս դաժան դեպքի հեղինակը։ Նշենք, որ համացանցում տարբեր մեկնաբանություններ էին գրում այն մասին, որ հորաքույրն իր մեղքի բաժինն ունի, բանն այն է, որ մայրը թողել էր երեխային հորաքրոջ խնամքին, նա աշխատում էր եւ պետք է հորաքույրը ուշադիր լիներ։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն Տիգրանի հորը քրեակատարողական հիմնարկում այնքան էլ լավ չեն ընդունել։ Նրան ճնշումների են ենթարկում, դե իսկ վերջինս հոգեկան առողջության խնդիրներ ունի։ Նա իր քայլը մեկնաբանում է այնպես, որ երեխան իր համար խորթ է եղել եւ հետեւաբար էլ գնացել է նման դաժան քայլի, սակայն նրա մեկնաբանությունն ու նրա արդարացումը որևէ մեկի համար ընդունելի չէ։ Հավելենք նաեւ, որ ավելի վաղ ներկայացրել էինք այս ողբերգական դեպքի մանրամասներն ու հետևանքները։ Արդեն մի քանի օր է ողջ մամուլը ցնցած թեման փոքրիկ Տիգրանի սպանությունն էր։ 3-ամյա Տիգրանը Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղից էր։ Վերջինս խեղդամահ է արվել իր սեփական հոր կողմից, օրեր շարունակ ոստիկանները փրկարարական ջոկատները փնտրում էին տղային։ Արդեն 2 օր առաջ Դաշտամիջյան հատվածում գտնվեց Տիգրանը։ Դեպքից ժամեր անց պարզ դարձավ, որ նման սարսափելի քայլի դիմել է երեխայի հայրը։ Այսօր փոքրիկ Տիգրանի հուղարկավորությունն էր։ Ողջ գյուղը սգում է, ոչ ոք չի կարողանում համակերպվել դաժան իրականության հետ։ Համացանցային օգտատերերը մեղադրում են այս ընտանիքի ծնողներին, քանի որ մայրը պետք է թույլ չտար իր երեխային մենակ մնալ հոգեկան խանգարումներ ունեցող հոր հետ։ Նշենք նաև, որ համացանցի օգտատերերը նշում են, որ տարիներ առաջ այս ընտանիքը մասնակցել է Հրաչ Մուրադյանի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին, որտեղ բարձրաձայնել է իր խնդիրը։ Այդ ժամանակվանից մինչ օրս իրենց խնդիրը չի լուծվել։ Նրանց օգնություն չի ցուցաբերվել, ինչի արդյունքում անառողջ վիճակը տիրել է ոչ միայն այս ընտանիքում, այլ նաև այս մարդկանց հոգեկան աշխարհը այն չի եղել։ Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն, դիակի մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ եւ 9-րդ կետերով սպանությունը։ Նա ձերբակալվել է։ Այն հարցին արդյոք ձերբակալվածը երեխայի հայրն է, քննչական կոմիտեից հաստատել են։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ ըստ նախնական տվյալների երեխայի հայրը խեղդամահանելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին ժամը 15-ի սահմաններում Ծափաթաղ բնակավայրի հարակից Դաշտամիջյան հատվածում փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող Տիգրան Հովհաննեսովի ծնված 2022 թվական դին։ Թերեզա Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Լռեք մարդիկ, ուղղակի լռեք, զգույշ եւ կամաց խոսեք, փոքրիկ Տիգրանի խեղճ ու աղքատ ընտանիքը ցավ ու կսկիծի մեջ է, իսկ դուք անհանգստանում եք նրա մոր անարցունք լացի համար»։ Տիգրանիս աչքերը բաց էր, թաթիկները հողոտ, չստերն իրենից մի փոքր հեռու։ Այսօր են արել ու թողել այդտեղ։ Բազմանդամ ընտանիքի միակ կերակրողն այս փոքրամարմին կինն է, ում դեմքն անհաղորդ է աշխարհին եւ մարդկանց։ Ամենադաժանն ինձ համար մանուկների մահն է, եւ արդեն 5-6 ժամ է վերադարձել եմ Տիգրանենց տնից, չեմ կարողանում կարեկցանքի խոսք գրել, պապանձվել եմ, բառերը կծխել ու դեմ են առել կոկորդիս։ Կարծես գիպս եմ կերել ու խեղդվում եմ, ողորմած Աստված, անարդար աշխարհ։ Նշենք, որ ժամեր առաջ հայտնի դարձավ, որ հայտնաբերվել է փոքրիկ Տիգրանի մարմինը։
Ներքին գործերի նախարարությունը հաստատել է օրեր շարունակ որոնվող 3-ամյա Տիգրանի մարմինը գտնվել է, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 2-ին մի քանի օր շարունակ որոնողական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է հոկտեմբերի 27-ից որպես անհայտ որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի մարմինը։ Դեպքի վայրից հայտնել էր Գագիկ Շամշյանը, որ փրկարարները, պարեկները, ոստիկանները երեխային հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա դաշնամիջյան հատվածում։ Գագիկ Շամշյանը դեպքի վայրից կադրեր է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Տիգրանի մարմինը պատգարակով տեղափոխում։ Հավելենք նաև, որ այս ընթացքում եւ ինչպես նաև արդեն երեխայի մարմինը գտնվելուց հետո համացանցում շարունակում են տարատեսակ մեկնաբանություններ հնչեցնել այն մասին, թե ինչպես կարող էր նման դեպք տեղի ունենալ, այն, որ այս ամենը առեղծված է, նշում են եւ փաստում բոլորը։ Ավելի վաղ ներկայացրել էին Գեղարքունիքի մարզպետի խոսքը երեխայի անհետ կորելու մասին։ Արմրուր լրատվականի լրագրողը խոսելով Գեղարքունիքի մարզպետի հետ հարց է հնչեցրել՝ կա արդյոք որևէ վարկած, որտեղ կարող է լինել Տիգրանը։ Գեղարքունիքի մարզպետը նշել է, որ իրենք ամեն բան անում են երեխային գտնելու համար, հույս ունեն, որ կկարողանան գտնել երեխային ողջ եւ առողջ։ Լրագրողի այն հարցին, արդյոք ընտանիքը կամ մայրը որևէ կապ ունի երեխայի անհետացման հետ, քանի որ այս օրերին տարբեր խոսակցություններ են հնչում այդ ամենի վերաբերյալ, Գեղարքունիքի մարզպետն ասաց, որ ինքն իրեն չի կարող թույլ տալ նման բան ասել այդ ընտանիքի վերաբերյալ։ Հավելենք նաև, որ ավելի վաղ հարևանների հետ էր խոսել լրագրողը, ովքեր դեպքի վերաբերյալ տարբեր մտքեր էին արտահայտել։ Նրանցից շատերը պաշտպանել են Տիգրանի մորը, խոսել են այն մեկնաբանությունների մասին, որոնք հնչում են նրա հասցեին, նշելով, որ չի կարելի կնոջ մասին նման բաներ ասել, ոչ մի մայր չէր ցանկանա իր երեխայի հետ նման դեպք պատահել, ինքը պարզապես աշխատանքի է եղել, իսկ հարևաններից մեկն էլ հակադարձել է նշելով, որ այս տարիքի երեխան մոր կարիք ունի եւ պետք է մայրը նրա խնամքով զբաղվեր։ Այն հարցին, թե այդ դեպքում ինչպես գումար վաստակեր, հարևաններից մեկն ասել է՝ ուրեմն թող երեխա չունենար։